երկու պոշկեն չկա, 5-ը ինսուլտ է տարել, 5-ը ունի զոբ, 5-ը թոքերի մեջ է հայտնաբերել են ջուր, բանը, այս երկու օր արա, 3 օր առաջ ներողություն, ուսը ընկավ չարտավ ստեղ։ Գյումրեցի Սատիկ Դիլանյանն առողջական այս խնդիրներն ու սերին ապրում է տնական ոչ բարվոք պայմաններում, կոտրված ուսն ու նշված հիվանդությունները մի կողմից, երկու զավակն ունենալն ու նրանց կողմից խնամք չտեսնելը մյուս, կենցաղ կոմունալ պայմաններից զուրկ տնագի տանտիրուհու միակ հույսը հարևանուհին էր։ Կսե չեմ կնա, ես օրական ստեղ այդ քուլասի տանիտ փողն չեմ կնա տամ։ 5-ը հսկայական տեղորակներ կօգտագործե, այդ որոշ մասը տղեն կղրգե, բայց մի անգամ իրան պոլիկլինիկան գրել էր տեղորակ եւ սրսկում է հետը, 5-ը սրսկում են կան թանգեր, իրա տղեն չկրնաց ավել, ինքն է ինչ-որ չուզեցավ ստիպեր մարդկանց։ Սատիկ Դիլանյանն հաշմանդամության կարգ չունի, համապատասխան պոլիկլինիկայում հետազոտությունները ամբողջական կերպով չի անցել, տիկինը միայն այդ գործընթացի վերջին արդյունքում կարող է դիմել միասնական սոցիալական ծառայության Գյումրու մասնաճյուղ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ընդգրկվելու համար։ 60-ամյա Սաթիկը նաև Գյումրու ծերերի ցերեկային կենտրոն չի կարող դիմել։ Նախ ծրագիրը նախատեսված է 63+ տարեցների համար եւ հաշմանդամություն ունեցող 18+ անձանց համար։ Ծրագիր ընդունվում են միայն սոցծառայությունից ուղեգրված։ Եթե Սատիկը համապատասխան էր սահմանված չափորոշիչներին, նույնիսկ այդ դեպքում կնոջը չէին կարող Գյումրու ծերերի ցերեկային կենտրոնում խնամք ապահովել, քանի որ սահմանված 25 ու տնային խնամքի համար նախատեսված տեղերը լրացել են, նշում է կենտրոնի ղեկավարը։ Ինչ վերաբերում է զավակների անտարբերությանը, դրան կարող է տրվել իրավական գնահատական։ Այս գործընթացն էլ սակայն ժամանակատար է ու դեմ մայրական խղճին։ Այն երեխաները, որոնք ծնողների խնամքով չեն զբաղվում, ծնողները կարող են մտնել դատարան եւ ալիմենտ պահանջեն այդ երեխաներից։ Այսինքն տվյալ դեպքում այդ կինը կարող է դատարանով մտնել եւ դատարանը պարտավորեցնի, որ յուրական ջուրամիս իրան ալիմենտ վճարեն։ Ես ինչքան կհասկանամ, սխալ բան չեմ անում։ Չի ուզե երեխան ծնեղեցնի։ Սատիկ Դիլանյանի մասին պատմող այս տեսանյութը պատրաստման փուլում էր, երբ հարևանուհին այսօր լրատվականին տեղեկացրեց, որ Սատիկ Դիլանյանի վիճակը ժամ առ ժամ վատանում է։ Վերջինս Մոհամերձ է։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Կապրելյան այսօր։